Պարոն Սողոմոնյան, արդեն քանի օր է, ինչ շարունակվում է Իսրայել-Իրան բախումը, ըստ ձեզ ինչ ավարտ է այն ունենալու։ Իսրայել-Իրան բախումը ահագնացում տեղի կունենա, եթե դրա մեջ ներքաշվի Ամերիկայի Միացյալ Նահանգները, եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները Իրանի դեմ իրականացնի հարձակողական գործողություններ, այդ դեպքում իրավիճակը, այսպես ասենք, տարածաշրջանում դուրս կգա վերահսկողությունից եւ մեծ տարածաշրջանային պատերազմի կվերածվի, ամբողջ խնդիրը նրանում է, որ դա տեղի չունենա։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում դեռևս ստույգ որոշում չկա, ճիշտ է, բարձրաստիճան զինվորական ղեկավարությունը ԱՄՆ-ի հակված է միջամտելու Իսրայելի կողմից գործողություններին մասնավորապես, բայց քաղաքական պատասխանատուների զգալի մասը դեմ է արտահայտվում դրան։ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջամտությունը կբխի այս պարագայում Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերից, որպեսզի իրավիճակը այդպես դուրս գա հսկողությունից, այսինքն Իրանը ներգրավված լինի, ներքաշված լինի ամբողջապես ռազմական գործողությունների մեջ, ինչը Ադրբեջանին եւ Թուրքիային հնարավորություն կտան խաղարկելու այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի անեքսիան իրականացնելու, այս է մեր հիմնական մտավախությունը, բայց դրանից բացի այլ մտահոգություններ եւս կան, մասնավորապես տնտեսական բնույթի, օրինակ հենց քանի որ համաշխարհային նավթի փոխադրումների 30%-ից անցնում են Օրմուզի նեղուցով, որը որ Իրանը վերահսկում է եւ կարող է այն անանցանելի դարձնել, դրանից նավթի գները կբարձրանան եւ նավթի գների բարձրացումից օրինակ Ադրբեջանը շատ կշահի, Ադրբեջանի անկում ապրող տնտեսությունը կշահի եւ ընդհակառակը Հայաստան-Իրան բեռնափոխադրումների հետ կապված որոշակի ռիսկեր կառաջանան, չնայած ինչ որտեղ կարող է նաև հնարավորություններ ստեղծվեն, համենայն դեպս տնտեսական ռիսկերը նույնպես դեռևս հաշվարկված չեն, ինչպես նաև փախստականների ներհոսքի հետ կապված ռիսկեր գոյություն ունեն, համենայն դեպս մեզ հետաքրքրում է հնարավորինս կայուն Իրան։ Պատմությունը մեզ հուշում է, որ Ադրբեջանը մշտապես օգտվել է աշխարհաքաղաքական զարգացումներից, հիմա Ադրբեջանը ըստ ձեզ ինչը դիրքորոշում է ընդունելու եւ շատ կարեւոր է թե Հայաստանը ինչ դիրքորոշում է ընդունելու Իրանի հետ հարաբերությունների։ Վերջին տարիներին Իսրայելի եւ Ադրբեջանի միջև համագործակցությունը զարգացել է, խորացել է, հատկապես 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Ադրբեջանը իր արսենալում սկսել է շատացնել իսրայելական ծագմամբ զարգացած հրթիռային համակարգեր եւ անօդաչու թռչող սարքեր։ Իսրայելի համար իսկապես շահավետ է եղել Ադրբեջանին օգնելը Արցախյան պատերազմում 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակը ապահովելու հարցում, այն պարզ հանգամանքից ելնելով, որ Ադրբեջանի եւ Իրանի միջև ինչքան շատ լայն լինի սահմանը, այնքան Իրան հետախուզական եւ դիվերսիոն ներթափանցելու հնարավորություններ կլինեն։ Մի քանի փաստեր արդեն իսկ հրապարակային են, որոնք ցույց են տվել այս Իսրայել-Իրան հակամարտության ժամանակ, վերջին լարվածության ժամանակ Ադրբեջանի կողմից Իսրայելի օգտին եւ հակաիրանական գործողությունների մասին։ Պարզապես Ադրբեջանը դեռևս դա հրապարակային եւ բացահայտ ձևով չի անում, չնայած պետական վերին մակարդակի պաշտոնյաների խոսույթի վերլուծությունն էլ ցույց է տալիս Ադրբեջանի հակաիրանական տրամադրությունները եւ դրա համար ես նշեցի, որ եթե այս կոնֆլիկտը էսկալացվի, ահագնանա եւ վերաճի Աստված մի արածցե տարածաշրջանային մեծ բախման, Ադրբեջանը դրանից օգտվելու է բնականաբար հանդես գալով Իսրայելի օգտին, վերջնական քանի որ նպատակը Իսրայելի Իրանում ոչ այնքան միջուկային ծրագրի խափանումն է, որքան Իրանի Իսլամական Հանրապետության կազմաքանդումը, այսինքն որ այնտեղ լինի այլ վարչակարգ հաստատվի, պրոարևմտյան եւ ոչ հակաիսրայելական վարչակարգ հաստատվի։ Իսկ այդ պարագայում մենք չգիտենք ինչ քաոս տեղի կունենա Իրանում, Սիրիան, որովհետեւ մեզ դրա օրինակը ցույց է տալիս այդպիսի փոփոխության դեպքում իշխանության բազմազգ երկրներում իշխանության փոփոխության դեպքում ինչ մեծ ռիսկեր են առաջանում եւ դրանից այդ բանի մեջ այդ պղտոր ջրի մեջ Թուրքիան եւ ադրբեջանական ինչ ձկներ կարող են որսալ։
Պարոն Սողոմոնյան, հենց այս ֆոնին Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել է, որ շուտով հնարավոր է մեկնի Թուրքիա եւ հանդիպում ունենա Էրդողանի հետ։ Սա ինչ է տալու Հայաստանին։ Նիկոլ Փաշինյանի արդեն այցը պլանավորված է եւ փոխարտգործնախարարն էլ գնացել է եւ հանդիպում է ունեցել, ինչ է տալու Հայաստանին։ Փաշինյանի քաղաքական ուղեգիծը ոչ թե այն է, որ Հայաստանը սպառնալից իրավիճակներում որպես պետություն լինի ամուր պետություն, դիմադրողունակ պետություն եւ կարողանա հակահայկական օրակարգերի դեմ հանդես գալ հուսալի դիվանագիտական եւ ռազմական մեխանիզմներով, պաշտպանական մեխանիզմներով, այլ պարզապես ջանք չգործադրել այդ ամեն ինչի վրա եւ գնալ ու մուրալ խաղաղություն զիջումների դիմաց։ Եկեղեցու դեմ վերջին արշավը ակնհայտորեն ուղղորդված եւ թելադրված էր թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից, որովհետեւ նրանց ձեռնտու է մեր եկեղեցու թուլացումը, նրանց համար շատ կարեւոր է այդ ամեն ինչը։ Ես հիմա չգիտեմ, այս ահագնացող իրավիճակում Թուրքիան ինչ որ պահանջները մեզնից խստացնելու է, սպառնալիքները շատացնելու է, պահանջները խստացնելու է։ Ինչ է դրա դիմաց ինքը ակնկալելու Հայաստանից։ Հաստատ հենց այնպես սիրուն աշկերի Նիկոլ Փաշինյանի սիրուն աշկերի համար բան չի անելու, կանգ չի առնելու, կամ իրականացնելու է աջակցելու է ագրեսիվ գործողության որևէ, կամ դրա չլինելու դիմաց մեծ զիջում է պահանջելու։ Այցից հետո ավելի պարզ կլինի, թե որն է զիջումը, այցից հետո Նիկոլ Փաշինյանի խոսույթից պարզ կլինի, բայց արդեն իսկ հակաեկեղեցական այս գործողությունները, որ նա ղեկավարում է, իրականացնում է, արդեն իսկ խոսում է նրա Թուրքիայի եւ Ադրբեջանի առջեւ ստանձնած նոր պարտավորության մասին մեծ հարված հասցնել Հայաստանի Ծառայքելական Սուրբ Եկեղեցուն, ինչը շատ ավելի նշանակալի զիջում է թուրք-ադրբեջանական տանդեմի եկեղեցու թուլացումը, շատ ավելի երբեմն, քան որոշ տարածքների զիջումը, որը որ մեզ շատ կոնկրետ ու առարկայական է թվում։